Ողջույն բոլորին, կներեք, այստեղ ձայներ կան, բայց չեմ կարող ձայնի վրա ազդել, որովհետև մարդիկ գործ են անում, ինձանից հեռու է, բայց լսվում է։ Հուսով եմ շուտ կվերջացնեն եւ շատ չեն անհանգստացնի։ Իսկ մենք տեսնենք, թե ինչ է սպասվում մեզ հուլիսի 13-ին։ Լավ էր կարճ տվեց։ Ահա, գնայինք առնետներին։ Տեսնենք ինչ է սպասվում առնետներին հուլիսի 13-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե մասնագետի հետ եւ ինչ որ հարցին ելք կփնտրեք, լուծում կփնտրեք, նաեւ խոչընդոտներ կան այդ օրը, լուսավոր մի բան տեղի կունենա կամ ձեր սիրելիների մոտ, կամ այդ լուսավոր մի բանը ձեզ շատ կուրախացնի, սիրտը կուրախացնի, նաեւ դա կարող է կապված լինել ձեր հարազատ մարդկանց հետ, սիրո հետ եւ ուրախ կլինեք օրվա ընթացքում, տրամադրությունը բարձր կլինի, էներգիայով լցված կլինեք եւ գործերը առաջ կտանեք երեկոյան, որքան հնարավոր է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հուլիսի 13-ին։
Հարգելի ցուլեր, այդ օրը սա տարվա ծնված ցուլերին է վերաբերվում միայն։ Այդ օրը ինչ-որ մի բան է փակ, չի ստացվում անել, բայց կարծես թե հետո կլինի։ Մի փոքր երևի ավելի ուշ։ Մի ժամանակ որ գրացել եք, դրանից է փակվել եւ չի ստացվում, որպեսզի անեք այն։ Նաեւ այդ օրը ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը կամ կայցելեք նմանատիպ վայր, բժշկական կենտրոն, կոսմետոլոգի մոտ եւ այլն։ Նաեւ հանդիպում կամ շփում կունենաք որևիցե մասնագետի հետ, եւ ինչ-որ մի բան է ուշանում։ Միգուցե դա է խնդիրը, որ չեք կարողանում անել։ Ուշանում է կամ մոտապես 1 ամիս կուշանա կամ 3 ամիս։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին հուլիսի 13-ին։ Հարգելի վարազներ, այդ օրը վագրեր վարազներ հարգելի վագրեր, այս ձենը նյարդեից վրա է ազդում։ Այդ օրը սեղանի շուրջ եք նստելու կամ ձեր սիրելի մարդկանց հետ, կամ նաև ձեր երկրորդ կեսի հետ, ձեր սիրելիի հետ, ժամադրության եք գնում, երկար ինչ-որ միտեղ կմնաք, միգուցե հենց իր հետ, միգուցե մեկ այլ հարց է այստեղ։ Ձեր գործերը որքան հնարավոր է կփորձեք այդ օրը առաջ մղել, նաև հաջողություն է ձեզ սպասվում յուրաքանչյուր գործում, երկար սպասված տեղեկատվություն կլսեք, փաստաթուղթ եք ստանում, եւ այստեղ կամ ինչ-որ մի բան է փուչիկի նման պայթում, դա ձեզ համար խոչընդոտ է, կամ կփորձեն ձեզ մոլորեցնել, կամ արդեն իսկ մոլորեցում կա այստեղ եւ դա խոչընդոտ է։ Խնդիրներ կստեղծվի, եթե ինչ-որ մեկին փորձեք այդ օրը լսել, որ այդպես կփորձի հեքիաթներ հորինել, կամ ինչ-որ փափուկ բարձ դնել ձեր գլխի տակ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին հուլիսի 13-ին։
Հարգելի նպաստակներ, տան հետ կապված որևէ իրադարձություններ ունեք, նա որ առիթ է, կամ ձեր տանն է, կամ պետք է գնաք այդ առիթին, համար նաև մեկ այլ հարց է, տեղափոխություն է, կամ ուրիշ բան, խոչընդոտներ կան, այդ օրը նաև գորգռում եք։ Միգուցե չեք կարողանում այդ խոչընդոտները լուծել, անել, դրա համար գորգռում եք կամ հակառակը գորգռում եք, դրա համար առաջանում են խոչընդոտներ։ Օրվա ընթացքում հանդիպում կամ շփում կունենաք որևէ կնոջ հետ, եւ այստեղ հաջողություն կա, դա երկար եք սպասել այդ հաջողությանը, կամ ինչ-որ նամակ է գալիս, կամ ինչ-որ փաստաթուղթ է գալիս, տեղեկատվություն, որը ձեզ համար նոր դռներ է բացում։ Եվ էմոցիոնալ կլինեք, դե արդեն այս դեպքում էմոցիաները լավն են։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին հուլիսի 13-ին։ Լավ չի, որ ուղիղ էր, այն կողմի վրային է։ Գիտեմ, ով է նայում այս պահերը, բայց քարտը որ ուղիղ էր, ես կարող էի էլի խառնել անել, բայց ոնց որ թե լավ կանխատեսում է, դրա համար չեմ ուզում իրար տալ նորից եւս մեկ անգամ, որ լավ է այսպես մնա, ինչպես որ կա։ Հարգելի վիշապներ, ուրեմն այդ օրը գումար կստանաք, կամ նաև գումար կծախսեն ոմանք, եւ սեղանի շուրջ եք նստելու, ոչ թե երիտասարդ տղայի հետ, միգուցե իր հետ է կապված այդ սեղանի շուրջը, միգուցե ծնունդ է, միգուցե այստեղ սիրային թեմա է, միգուցե ձեր երկրորդ կեսն է գալիս, միգուցե այդպես ինչ-որ հարազատ մեկն է կարծես թե։ Կամ նոր սեր է, ժամադրություն է ոմանց համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օձերի։ Ինչ է սպասվում օձերին հուլիսի 13-ին։
Հարգելի օծեր, այդ օր ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, նաև կարող այցելել նման կենտրոն, ինչ-որ միտեղ երկար կմնաք, կամ ինչ-որ բան է դեռ դանդաղում է, կանգնած է, սպասում եք, որ լինի, սպասում եք, որ գա, օրվա ընթացքում այստեղ հուզվում եք, գուցե նաև արտասվում եք, երկար սպասված ոչ է տեղեկատվություն կստանաք, նավրե փաթեթ է, միգուցե դրանից է, ինչ-որ մի բան է, որը ստանում եք վերջապես, կամ սա նավրը նաև ուրախության արդյունքներ են, կամ հուզմունք, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձերին։ Ինչ է սպասվում ձերին հուլիսի 13-ին։ Հարգելի ձեր, այդ օրը լուսավոր մի բան տեղի կունենա ձեզ մոտ, որը ձեր տրամադրությունը կբարձրացնի, դա կարող եք գորգռալ նաև ոչ մարդկանց վրա, ուշադիր եղեք, գորգռում եք, նաև գումար կստանաք, գումար կծախսեք, եկեղեցանի մարդիկ կան, միգուցե իրենց վրա եք գումարը ծախսում, որևիցե հրավիրատոմս կարող եք ստանալ, հարսանիքի վերաբերյալ, ոմանք նաև կարող են այդպես նամակագրական կապի միջոցով իմանան, որ դիմացինը ամուսնանում է, հարսանիքի կամ ձեզ հրավիրեն այդպես հարսանիքի, նաև դա կարող է լինել այդպես խոսակցություն ամուսնության հետ կապված, փաստաթղթ նամակով, դե այնպես որ թեթև, ոնց որ ձեզ ասեն, արի ամուսնանանք այդպես, կամ ամուսնանալու ենք իրար հետ, նման ինչ-որ խոսակցություններ կարող են լինել։ Կներեք, անջատվեց։ Չէ։ Նաև կարող է ձեզ ամուսնության առաջարկ անում եւ հետո դուք պատմում եք ինչ-որ մեկին այդ ամուսնության առաջարկության մասին, կամ նաև դուք եք խոսում ինչ-որ մեկի հետ, պայմանավորվում, որ դիմացինին ամուսնության առաջարկ անեք։ Հեռախոսազանգ ունեք, բայց այդ հեռախոսազանգը այդքան էլ ձեզ դուր չի գալիս, այդքան էլ լավ մարդ չի։ Նաև պետական հիմնարկության հետ կապված հարցեր կան, որոնցով կզբաղվեք այդ օրը։ Կարող է լինել բանկ, բժշկական կենտրոն, ուսումնական հաստատություն, նաև ժառանգության հետ կապված հարցեր եւ դատական գործընթացներ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերին, նաև ոչխարներ է կոչվում։
Ինչ է սպասվում այծերին հուլիսի 13-ին։ Հարգելի այծեր, նաև ոչխարներ է կոչվում։ Այդ օրը ելք եք փնտրելու ինչ-որ հարցին լուծում տալու համար, նաև միգուցե դա սիրային թեմա է, ոմանք կարող է ելք եք փնտրում ինչպես դիմացինին խոստովանել սեր, ինչպես հանդիպել իրեն իր հետ, ինչպես շփվել։ Միգուցե նաև ձեր սիրելին է գալիս կամ դուք պետք է գնաք իր մոտ եւ դրա համար ելք եք փնտրում։ Օրվա ընթացքում ոմանց ամուսնության առաջարկ կանեն, հրավերք հարսանիքի, նշանադրության, այստեղ եւս ուշադիր եղեք ընտանիքի անդամների հետ չվիճեք։ Վիճաբանություն կարող է իրար լավ չհասկանաք օրվա ընթացքում։ Միգուցե ժամի հետ է կապված, միգուցե աշխատանքային ժամի հետ է կապված, դուք եք դեմ, որ մինչև չգիտեմ որ ժամը աշխատեն, նաև դիմացինն է դեմ, որ դուք աշխատեք եւ կա դրա համար այդպես խոսակցություն կա։ Սա կոնկրետ այն մարդկանց համար է, ովքեր որ ամուսնացած են, երկրորդ կես ունեն։ Հնարավոր է նաև ընտանիքի անդամները, եթե իրար հետ եք ապրում, այդպես կարող են նաև խոսել եւ դեմ լինել այն, որ դուք օրինակ ուշ ժամի աշխատեք, այստեղ ինչ որ ժամային առումով մի փոքր խոսակցություն կլինի։ Եվ այստեղ աշխատանքի հետ կապված ժամ եք պայմանավորվել, ուշադիր եղեք, որպեսզի չուշանաք, միգուցե հարցազրույցի համար, միգուցե աշխատանքային ժամերն եք հենց այդ օրը ուզում փոխել եւ իրոք դրա համար է խոսակցությունը։ Ոմանք նաեւ պետական աշխատողի հետ պայմանավորվածություն ունեն եւ ուշադիր եղեք, որպեսզի չուշանաք։ Եվ ոմանք գումար կծախսեն, ոմանք գումար կստանան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին հուլիսի 13-ին։
Հարգելի կապիկներ, այդ օրը գործերը առաջ կտանեք, բայց այսպես հուզված, հա, ոնց որ սենց դե ավելի շատ սա ոնց որ ավելի ոգևորվածություն է դուրս գալիս այստեղ։ Կամ ավելի շատ եք պատկերացնում, որ պետք է առաջ տանեք ձեր գործը եւ չեք կարողանում ամբողջությամբ այդպես լավ առաջ տանել, դե համար եք հուզվում։ Լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք, այդ օրը նամակագրական կապի մեջ կլինեք, դիմացինի հետ նաև փաստաթուղթ կարող եք ստանալ ուղարկել, փաստաթղթերի հետ աշխատել, բայց միտեղ կգնաք երկար կմնաք, կամ ինչ-որ բանի եք միգուցե սպասում դամար եք, կամ ինչ-որ բան եք կանգնած դեռևս առաջ չի գնում, դրա մասին կարող եք իմանալ։ Եվ այդ օրը կարծես թե ուզում եք խոսել կամ հանդիպել ոչ մասնագետի հետ, բայց չի ստացվում այստեղ։ Հնարավոր է բժշկականի հետ է կապված, հնարավոր է նաև ինչ-որ մի կին է, ուզում եք հետը խոսակ, բայց չի ստացվում, կամ հանդիպեք, չի ստացվում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Պատոնը բացում եմ, ձայնը գալիս է, բայց փակում եմ, խեղդվում եմ, երեխեք ջան, շոկ է այստեղ, ոչինչ չի թվում։ Մի քանի րոպե կդիմանանք։ Գնայինք ակաղներին։ Ինչ անեմ, ուրիշ ժամ չեմ կարող անել, հետո ավելի կշոքի։ Ինչ է սպասվում ակաղներին հուլիսի 13-ին։ Հարգելի ակաղներ, այդ օրը ոմանց սերկ խոստովան են, դուք սերկ խոստովանեք, նաև սա սիրահարվածություն է, հարազատներին կարող եք տեսնել, բարեկամներին հանդիպել, խոսել, նաև այստեղ ունեք ամուսնության առաջարկ, կամ դուք կանեք, ձեզ կանեն, ընտանիքն է սա ցույց տալիս, ընտանիքի անդամները, հրավերք հարսանիքին, նշանադրության, Երգեհեսանի մարդիկ կան ձեր շրջապատում, եթե ընտանիքում ինչ-որ մի բանը լավ է կամ մի ասեք, մի պատմեք ոչ ոքին, որտեվ երգեհեսանի են իրենք։ Նաև այդ օրը կտրուկ ոչ քայլ կանեք, սպասելի ինչ-որ մի բան տեղի կունենա կամ անմտածված ոչ քայլ կանեք, ինչ-որ մի բան է տեղի ունենում, նաև այստեղ ամենջապես ճանապարհ եք գնում դեպի հիվանդանոց, բժշկի կամ հիվանդանոց։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շներին։ Ինչ է սպասվում շներին հուլիսի 13-ին։
Հարգելի շներ, էլի սկսեց այս ձենը։ Այդ օրը կամ շուտ եք արտանալու կամ կարող եք քնած մնալ երկար։ Նաև ինչ-որ մարդկանց հետ կվիճեք, կգորգռակ իրենց վրա։ Մտածում եք նաև ոչ է տղայի մասին, երիտասարդ տղա է, ձեր տղան է կամ ինչ-որ մեկն է, ում մասին ավելի շատ կմտածեք այդ օրը։ Նաև միգուցե մտածում եք ասեք իրեն, թե ոչ, ինչ-որ հարցեր։ Այդ օրը նաև հանդիպում կունենաք շփում որևիցե մասնագետի հետ, տան հետ կապված հարցեր կան, դրանցով կզբաղվեք, կարող է լինել տեղափոխություն, կարող է լինել նաև առիթ կամ ձեր տանը կամ պետք է գնաք։ Նաև այստեղ սպասում եք ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի, բայց նշեմ, որ դա դեռ փոքր ուշանալու է, եթե հստակ ինչ-որ մի բան է, որը գիտեք, որ դե կարող է գա, կարող է չկա, ապա այստեղ համենայն դեպս կուշանա մոտավորապես 2.5-ից 3 ամիս։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին, խոզերի։ Ինչ է սպասվում վարազներին հուլիսի 13-ին։ Հարգելի վարազներ, այդ օրը բավական էմոցիոնալ կլինեք, նաև ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, դա կարող եք այցելել նաև եւ այստեղ առողջությունն է, եւ հոգնածությունը, եւ նաև հիվանդանոց։ Դա պետք է շատ ուշադիր լինեք, կամ սա ձեր հետ է կապված, կամ ոչ է տղամարդու։ Գուցե բժիշկն է տղամարդ, ում հետ որ կհանդիպեք այդ օրը, բայց ուշադիր եղեք, դա կարող է ձեր էմոցիաների պատճառով է։ Կամ այցելում եք բժշկի, պարկացնում են, կամ այստեղ ինչ-որ մի բան է։ Նաև հանդիպում շփում ոչ է տղամարդու հետ, եւ նա կարող է լինել ձեր տնօրենը, հենց բժիշկը։ Միգուցե տղամարդուն եք տանում հիվանդանոց կամ գնում եք հիվանդանոցում տեսակցության իրեն։ Երկար սպասված ոչ է տեղեկատվություն կստանաք, նորություն կլսեք, փաստաթուղթ կարող եք ստանալ, նաև եթե ինչ-որ բան եք պատվիրել, դա կարող է ի վերջո գա։ Ոմանք այդ օրը շատ կաշխատեն, ոմանք աշխատանքի հետ կապված այդ էմոցիաները, ոմանք նաև ուզում եք շուտ դուրս գալ աշխատանքից, որպեսզի գնաք բժշկի։ Նաև հարցազրույցի կարող եք գնալ, շատ աշխատանք ունենալ, դիմացինին ասեք, որ աշխատի, եւ դրա համար կարող եք էմոցիոնալ լինել։ Իսկ ձեզ մոտ կարիերայի բարձրացում, փոփոխություն տեղի կունենա, ինչ-որ բաներ ավելի շատ ձեզ կսկսեն վստահել այդ օրը։ Գուցե նաև իրոք ինչ-որ մի, եթե այնպեսի տեղ եք աշխատում, կարող է նաև պաշտոն են ձեզ տալիս։
Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։